Վարդան Ղուկասյանի աջակիցները հայտնում են, որ նա ազատ է արձակվել եւ դատարանի վճռին սպասելու է ազատության մեջ, իսկ դատարանը որոշում կկայացնի մի քանի օրվա ընթացքում։ Եվ այսպես ուշադրություն այս պայդրությամբ դեռևս ընթանում է Վարդան Ղուկասյանի դատը, որևէ մանրամասներ ներկայացված չէ, թե դատական պրոցեսը ինչպես է ընթանում։ Նախորդ անգամ իր համակիրների պնդմամբ դատը տեղի չէր ունեցել, հետաձգվել էր եւ նաեւ ներս չէին թողել իր համակիրներին, դատավորը նկատողություն էր արել նախ այն պատճառով, որ դատարանի դահլիճում դատական պրոցեսից տեսանյութ էին հրապարակել եւ այդ իսկ պատճառով հաջորդ անգամ ասեցին մարդ չի մտնելու, ինչպես հայտնում են Վարդան Ղուկասյանի աջակիցները։ Եվ մենք ուզում ենք հիշեցնել, թե ըստ Միացյալ Նահանգների օրենքների ինչպես են ընթանում նմանատիպ գործերը, կոնկրետ այս պայմանությամբ Վարդան Ղուկասյանի գործի մասին չենք խոսում, այլ նմանատիպ գործերի մասին, մենք հարցրեցինք ChatGPT-ին, որը մեզ պատասխանում է, որ դա կախված է մի քանի հանգամանքներից, եթե Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կա փոխադարձ ըմբռնում եւ համագործակցություն, այսինքն Միացյալ Նահանգները աշխատում է Հայաստանի հետ, ապա դա կարող է վատ անդրադառնալ մեղադրյալի վրա եւ Միացյալ Նահանգները միգուցե ավելի տրամադրված լինի ընդդեմ մեղադրյալը։ Եթե Հայաստանի կառավարությունը ճանաչված է միջազգային կառավարությունների կողմից, մասնավորապես նաեւ Միացյալ Նահանգների կողմից որպես ժողովրդավար կառավարություն, ժողովրդավար պետություն է Հայաստանը այս պահին, ուրեմն դա եւս կարող է ազդել մեղադրյալի վրա։ Սակայն Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր ներկայացրած բոլոր մեղադրանքներին համարժեք ներկայացնել փաստերով ապացույցներ եւ այդ ապացույցները նրանք դատարանում միանշանակ պահանջում են։ Առանց ապացույցների դատարանը որևէ բանի չի կարող հավատալ, նույնիսկ այն դեպքում, երբ որ մեղադրողը հենց պետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը այս պայմանությամբ ցանկանում է իր քաղաքացուն, որը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության ներսում տարբեր քրեական գործերի մեջ։ Պետք է այդ անձը, որպեսզի ներկայանա դատարան եւ բացահայտվի այդ քրեական գործերը, եթե մեղավոր ճանաչվի, նաեւ կրի իր պատիժը։ Հայաստանի Հանրապետությունը էս է պնդում, բայց Վարդան Ղուկասյանին, քանի որ Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրում են անօրինական միգրացիայի մեջ, սա էլ ավելի է բարդացնում նրա կարգավիճակը, որտեվ եթե այս դեպքում Հայաստանը չկարողանար այն ապացույցները, որը դատարանը պահանջում է, ճիշտ ձևով ներկայացներ, ամբողջական ձևով, ապա այս դեպքում Վարդան Ղուկասյանը միգուցե կարողանար հմուտ եւ ճկուն փաստաբանական գործողությունների միջոցով խուսափեր Հայաստանի Հանրապետություն արտաքսումից, բայց քանի որ ոչ միայն Հայաստանն է մեղադրում Վարդան Ղուկասյանին, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է մեղադրում Վարդան Ղուկասյանին արդեն ուրիշ հանցագործության մեջ, խոսքը անօրինական միգրացիայի մասին է, դա էլ հանցագործություն է Միացյալ Նահանգներում, որը պատժվում է արտաքսմամբ։ Սա ուրիշ գործ է։ Հայաստանի մեղադրանքները ուրիշ, իրանք ավելի շատ երևի թե որպես Ամերիկա ուշադրություն կդարձնեն առաջին հերթին իրենց երկրի ներսում հանցագործություններին, որը այս դեպքում անօրինական միգրացիան է եւ կքննեն մի հատ այս շատ մանրակրկիտ, հետո նոր արդեն Հայաստանի Հանրապետության կողմից հնչեցվող մեղադրանքները Վարդան Ղուկասյանի հասցեին, նաեւ կար այսպիսի մի տարածվող տեղեկատվություն, որ նա Հայաստանի քաղաքացի չէ եւ նա Ռուսաստանի քաղաքացի է, պետքա արտահանձնման դեպքում այնտեղ Ռուսաստան ուղարկվի, որտեղից որ գնացել է Միացյալ Նահանգներ, Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներ մտել է 2022 թվականին եւ մինչեւ 22 թվականը կարծենք, ինչպես իր եթերներում էր պարզ դարձել, նա ապրել է Փարիզում, Ֆրանսիայում, մասնավորապես դրանից առաջ Կալինինգրադ քաղաքում ռուսական, եվրոպական մաս կազմող քաղաքում եւ այնտեղ էլ գնացել էր Վովա Գասպարյանի, այսպես ասած, հետապնդումների պատճառով։ Եթե Վարդան Ղուկասյանին, այսպես ասած, Ռուսաստան են ուզում արտահանձնել, ապա փաստաբանական կողմը ինչի չի դրա մասին ասում, իրանք միշտ խոսում են, որ Վարդան Ղուկասյանը չպետք է արտահանձնվի Հայաստանի Հանրապետությանը։
Փաստաբանը չի շեշտել, որ նա Ռուսաստանի քաղաքացի է վերջին իր հարցազրույցներում։ Եվ այսպես մենք կշարունակենք հետևել իրադարձություններին եւ կներկայացնենք ժողովրդին իր համակիրներին եւ նաեւ իր դեմ եղած մարդկանց բոլորին մենք ոչ մեկին իհարկե չենք աջակցում, սա ազատ կարծիք եւ լրատվություն է։ Եվ այսպես ուշադրություն, հարգելի բարեկամներ, միացեք մեր ալիքին, որպեսզի գլխավոր իրադարձությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կատարվող դիտեք հենց դուք առաջինը։ Վարդան Ղուկասյանի գործով հայտնի են նոր մանրամասներ։ Եվ այսպես սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության դատախազը վերջերս բողոքում էր, որ Ամերիկայում ունեն 10 հոգի հետախուզման մեջ գտնվողներ, սակայն չունենալով Միացյալ Նահանգների հետ պայմանագիր արտահանձնման մասին, Հայաստանի Հանրապետությունը կանգնում է լուրջ խնդրի առաջ եւ Միացյալ Նահանգները մերժում է եւ չի արտահանձնում այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը հարուցել է քրեական գործ եւ հետախուզում է հայտարարել։ Եվ այդ անձանցից որևէ ձև Վարդան Ղուկասյանը չի տարբերվում, նա եւս գտնվում է հետախուզման մեջ եւ ընթանում է դատական process։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դեռևս 2023 թվականին։ Ինչպես բոլորս գիտենք, ոչ 23-ին, ոչ 24-ին նրա նկատմամբ Միացյալ Նահանգները չի ձեռնարկում որևէ գործողություն։ Եվ արդեն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Վարդան Ղուկասյանը անմիջապես ձերբակալվում է եւ իր պաշտպանը հայտնում է հետեւյալը, որ երկու քննություն է ընթանում, նախ այն, որ Վարդան Ղուկասյանը անօրինական կերպով մտել է Միացյալ Նահանգների տարածք եւ հետո Միացյալ Նահանգներին Հայաստանի ուղղված այդ պահանջը Վարդան Ղուկասյանին արտահանձնելու հետ կապված Միացյալ Նահանգներում 4 պաշտպան ունի Վարդան Ղուկասյանը եւ այդ պաշտպանների միջնորդությամբ դատը երկրորդ անգամ հետաձգվել է, որպեսզի պաշտպանները կարողանան ժամանակ ունենալ, հավաքեն բոլոր ապացույցները եւ ներկայացնեն դատարանին։ Մենք գիտենք մի բան, որ միգրանտներին վերաբերվող դատերը շատ երկար չեն տևում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում 7 տարի Ռոբերտ Քոչարյանն են դատում, որից 2 տարին, եթե չենք սխալվում, Քոչարյանը անցկացրեց բանտում, հիմա խափանման միջոցը փոխվել է եւ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, բայց դատը ամբողջությամբ չի վերջացել, մարտի 1-ի գործը շարունակվում է եւ արդեն ճիշտն ասած ժողովուրդը հոգնել է այս 7 տարի ընթացող եւ ոչինչ չասող դատավարությունից, որը ըստ էության դեռևս իր վերջնակետին չի էլ հասնում։ Ամերիկայում սենց չի, Ամերիկայում 7 տարի մեկին չեն դատի, առավելագույնը 1 տարի։ Սա իհարկե միգուցե նաեւ նրանից էր, որ Հայաստանում արդարադատության նախարարը մի մարդ էր, ում եղբայրը հետախուզման մեջ է, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ է մեղադրվում։ Խոսքը Սերժ Սարգսյանի